Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելոյին, վարչապետը ողջունել է Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողովի 108-րդ Rose-Road սեմինարի անցկացումը և կարևորել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, այդ թվում խաղաղապահ առաքելություններին մասնակցություն։ Պերեստրելոն շնորհակալություն է հայտնել սեմինարը բարձր մակարդակով հյուրընկալելու համար և անդրադարձել ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողովի շրջանակում հայաստանյան գործընկերների հետ գործակցությանը։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման երկուստեք հետաքրքրություններ կազմող այլ հարցերի վերաբերյալ։ ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողովի 108-րդ Rose-Road սեմինարի քննարկումների առանցքում էին Հայաստանն ու Հարավային Կովկասը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվիրակությունը գործընկերներին ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, խաղաղության խաչմերուկ ծրագիրն ու Վաշինգտոնյան համաձայնագիրը, վստահեցնելով, որ Հայաստանը պատրաստ է հարևան երկրների հետ խաղաղ գործակցության։ Երևանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Rose-Road երկօրյա սեմինարը։ Քննարկումների առանցքում է Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում, ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը թեման։ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը նախ նշեց, որ պատիվ է Հայաստանում ընդունել միջազգային գործընկերներին և կրկին միավորվել նույն արժեքների՝ խաղաղության, կայունության և գործակցության շուրջ։ Ըստ նրա, հատկանշական է, որ այս սեմինարը տեղի է ունենում տարածաշրջանային այնպիսի բարդ ժամանակաշրջանում, երբ առավել քան կարիք կա միջազգային ուշադրության և քաղաքական կամքի։ Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին ներկայացրեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման զարգացումներն ու Վաշինգտոնյան համաձայնագիրը, ընդգծելով. Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված կայուն խաղաղության։ Այս գործընթացի իրականացումը ոչ միայն երկկողմ հարաբերությունների վերականգնման երաշխիքն է, այլև տարածաշրջանի փոխկերպման նոր հնարավորություն։ Այս համատեքստում Հայաստանի ներկայացված խաղաղության խաչմերուկ ռազմավարական տեսլականը ներդաշնակում է հռչակագրի դրույթներին, առաջարկելով տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի վերաակտիվացում, տնտեսական փոխկապակցվածության ու վստահություն։ Պատմական այս հնարավորությունը պետք է օգտագործել տարածաշրջանային քաղաքական միջավայրը, տնտեսական համագործակցության, առևտրի և մշակութային փոխանակումների միջոցով ամրապնդելու խաղաղությունը։ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը կարևորեց Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը, այն որակելով Հայաստանի անվտանգության առանցքային հենասյուներից մեկը։ Քոչարյանը հիշեցրեց, Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններն ավելի քան 3 տասնամյակի պատմություն ունեն։ Քոչարյանը նշեց, որ Հայաստանի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի հետ գործակցությանը ներառում է պաշտպանական և անվտանգության համակարգերի բարեփոխումներ, կառավարման թափանցիկության բարձրացում, քաղաքացիական վերահսկողության ամրապնդում, նաև մասնակցություն միջազգային խաղաղապահ առաքելություններին։ Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների, ժողովրդավարության, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության վրա։ Հայաստանը բարձր է գնահատում այս համագործակցությունը, այն դիտարկելով ոչ միայն որպես պաշտոնական, այլև համակարգային բարեփոխումների արտակ, որը նպաստում է մեր երկրի անկախության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ դիմակայունությանը։ Ազգային ժողովի պատգամավորը հատուկ ուշադրություն հրավիրեց հիբրիդային սպառնալիքներին, ապա տեղեկատվությանը և տեղեկատվական միջավայրում մանիպուլյացիաներին, նշելով, որ դրանք ուղղված են հասարակական տրամադրությունների թուլացմանն ու պետական քաղաքականության տապալմանը։ Հայաստանը բախվում է ապատեղեկատվական քարոզության նպատակային կիրառմանը, որոնք ուղղված են ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության թուլացմանը, հասարակական տրամադրությունների մանիպուլյացիային և պետական քաղաքականության տապալմանը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ այսօրվա փխրուն աշխարհում խաղաղության պահպանման համար պատասխանատու ենք բոլորս։ Ըստ նրա, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ միայն կբերի կայունություն և բարօրություն, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը, ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Ներկայացնելով Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության խաչմերուկ նախագծի նպատակն ու Վաշինգտոնյան համաձայնագիրը, ազգային ժողովի փոխնախագահն ասաց. «Սա պատմական քայլ էր դեպի կայուն և երկարատև խաղաղություն մեր տարածաշրջանում»։ Կարծում եմ նաև պարոն Մուրադովի ներկայությունը այստեղ ևս մեկ
առհավատ չէ դրա եւ բնականաբար ողջունում ենք դա եւ հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի եւ կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում։ Հռչակագիրը կարևորում է հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը հանուն խաղաղության, կայունության եւ բարության։ Այս գործընթացում առանձնահատուկ տեղ ունի միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղի TRIP հայ-ամերիկյան նախագիծը, որը կիրականացվի Հայաստանի տարածքում։ Ցույց նախաձեռնությունը ենթակառուցվածքային ծրագրից ավելին է, այն վստահության եւ համագործակցության կամուրջ է, որը իրագործումը շոշափելի արդյունքներ կտա ողջ տարածաշրջանին։ Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն հաղթահարելու անցյալի հակամարտությունները եւ կառուցելու խաղաղ ու բարիդրացիական ապագա։ Մեր պատն է չկորցնել այս հնարավորությունը եւ այն վերածել կայունության եւ զարգացման պատմական իրականության։ Ազգային ժողովի փոխնախագահի խոսքով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւս շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Նա նկատեց, երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է։ Մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը կառուցելու բարիդրացիական հարաբերություններ չպետք է բաց թողնվի։ Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն եւ բարություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը, ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։ Մենք հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը, որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ ունենալ բաց սահմաններ։ Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր։ Ռուբինյանն ընդգծեց, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը կախված է եղել միայն մեկ բևեռից, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար։ Ուստի Հայաստանն աշխատում է դրա դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողովի 108-րդ Rose-Road սեմինարին մասնակցել են պատվիրակներ նաև Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Հարևան երկրների ներկայացուցիչները Հայաստանում խոսել են Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, խաղաղության հաստատման, հնարավոր գործակցության, նաև գերիների վերադարձի հնարավորության մասին։ Ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովը, որը Երևանում մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose-Road սեմինարին, հայտարարել է. Հայաստանի անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Նրա խոսքով Բաքվի համար կարևոր է, որպեսզի այդ պահանջները վերացվեն։ Ըստ Թոփչուբաշովի կենտրոնի հիմնադրի, դա խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման միակ խոչընդոտն է։ Այս տարածքային պահանջը ստեղծում է հնարավոր իրավական հիմքեր, ասենք խաղաղության պայմանագիրը վերանայելու համար։ Հարցին, թե Ադրբեջանի մայր օրենքն էլ է տարածքային պահանջներ պարունակում, Մուրադովը հակադարձել է, նշելով, թե դրանում չկան կոնկրետ սահմաններ։ Դիտարկմանը, որ Ադրբեջանը մշտապես խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին, արդյոք դա տարածքային պահանջ չէ, Մուրադովն ասաց ոչ։ Արևմտյան Ադրբեջանը ՀԿ-է, որը սպասարկում է ժողովրդի շահերը եւ որի ուշադրության կենտրոնում ավելի շատ մշակութային ժառանգության պահպանումն է։ Մարդիկ երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում եւ ուզում են այցելել իրենց հարազատների գերեզմանները եւ այլն։ Պատասխանելով հարցին, թե եթե Բաքուն խոսում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու մասին, ապա արդյոք պատրաստվում է որպես խաղաղության ուղղված քայլ ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու մյուս գերիներին։ Ադրբեջանցի վերլուծաբանը պնդեց, թե այդ անձինք ռազմագերիներ չեն, այլ Ադրբեջանի օրենքը խախտած անձինք։ Ես շատ դետալների չեմ տիրապետում, քննություն է ընթանում։ Ադրբեջանական կողմը բոլոր զինվորներին բաց է թողել։ Բաքվում պահվում են նրանք, ովքեր խախտել են Ադրբեջանի օրենքները եւ համարվում են օրինախախտներ։ Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը։ Ըստ նրա, խնդիրը պետք է լուծվի Երևանի եւ Բաքվի երկխոսության արդյունքում։ Իսկ արդյոք որպես խաղաղության քայլ պատրաստվում են արդյոք ադրբեջանցիները դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից, որոնք օկուպացրել են 2021-ից 22 թվականներին։ Այս առնչությամբ Մուրադովն ասաց, երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ տարածքների եւ անկլավների հարցը կլուծվի ժամանակի ընթացքում սահմանազատման արդյունքում։ Երևանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումը ողջունեց նաեւ ՆԱՏՕ-ի ԽՎ ենթահանձնաժողովի նախագահ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը։ Նա նշեց, Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հարևաններ են եւ նոր էջ է բացվում հարաբերությունների կարգավորման եւ զարգացման համար։ Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը։ Խաղաղությունն անհրաժեշտ է բոլորիս, քանի որ դրա արդյունքում կունենանք կայուն հարավային Կովկաս ու կայուն տարածաշրջան։ Եթե կա խաղաղություն աշխարհի որևէ հատվածում, այն իր արտացոլումն է գտնում աշխարհի մեկ այլ հատվածում։ Պատասխանելով հարցին, թե ինչու չի բացվում հայ-թուրքական սահմանը եւ ինչպես է Անկարան պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը, նա հիշեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա եւ նշեց, որ առաջիկա ամիսներին կարող է ստեղծվել սահմանը բացելու իրական հնարավորություն։
Հիմա արդեն ունենք Հայաստան-Թուրքիա ուղիղ չվերթներ, որոնք չի բացառվում առաջիկայում կավելացվեն։ Հույս ունենք, որ շուտով կհաստատենք առևտրային եւ մշակութային կապեր։ Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը կարող է դառնալ օրինակ աշխարհի համար։ Այդ խաղաղությունը բխում է եւ մեր, եւ Հայաստանի շահերից։ Թուրք պատգամավորի խոսքով Հայաստանը կարող է դառնալ գազի մատակարարման տարանցիկ երկիր։ Հայաստանը եւ Թուրքիան ունեն փոխլերացնող հնարավորություններ տարբեր ոլորտներում։ Մենք հարևաններ ենք եւ պատմական կապեր ունենք։ Թուրքիայում ապրում են Հայաստանի քաղաքացիներ եւ մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք։ Կարծում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի ինչպես մեր երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի զարգացման վրա։ Թուրքիան Հայաստանը կկապի ամբողջ Եվրոպայի հետ։ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը։ Մենք ԵՄԱ անդամ չենք, բայց մենք խաչմերուկ ենք Հայաստանի եւ Եվրոպայի միջև, եւ դա կարող է մեծապես օգնել։ Աքսալին համոզված է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կբերի ոչ միայն տարածաշրջանային խաղաղություն, այլև տնտեսական գործակցության նոր հնարավորություններ։ Երևանում վարչապետը մասնակցել է նաև ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում ժողովրդավարության որակը Հայաստանում արտահրավերներ եւ գնահատման ցուցիչներ թեմայով պանելային քննարկմանը։ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է ժողովրդավարական կայացմանն առնչվող տարբեր հարցերի։ Նա դատապարտելի է համարել հայհոյախոսության օգտագործումը հասարակական քաղաքական կյանքում եւ ընդգծել, որ ժողովրդավարության ամենակարևոր հատկանիշը ինքնահայեցումն է։ Ժողովրդավարության ամենակարևոր հատկանիշը ինքնահայեցումն է, այնտեղ որտեղ չկա ինքնահայեցում, չկա ժողովրդավարություն։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության հայկական ֆորումի պանելային քննարկմանը։ Հայաստանի վարչապետն առաջարկում է փոխել հարաբերությունները երազանք, ապագա, իդեալ բառերի համար։ Փաշինյանի համար զարմանալի է, ինչի պետք է երազել ժողովրդավարության մասին, եթե կարող ենք այդ ժողովրդավարությունը քննարկել, ստեղծել, կառուցել։ Այս համատեքստում վարչապետը հիշեցրեց 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունը, որից հետո Հայաստանի Հանրապետությունում որևէ ընտրություն չի կեղծվել։ Հիմա 2018 թվականից այս կողմ Հայաստանում որևէ ընտրություն կեղծվել է։ Ես կարծում եմ, որ շատ ամբիցիոզ չի հնչի, եթե ասեմ ոչ մի ընտրություն չի կեղծվել։ Այսօր Հայաստանում ցանկացած մարդ կարող է տեսակետ արտահայտի ցանկացած բանի մասին։ Ես կարծում եմ շատ ամբիցիոզ չի լինի իմ հայտարարությունը, եթե ասեմ, որ այո։ Այսօր Հայաստանում կա ինտերնետից օգտվելու որևէ սահմանափակում։ Ես կարծում եմ, որ ամբիցիոզ չի լինի իմ ասածը, եթե ասեմ, որ ոչ։ Հայաստանում մամուլը գործում է ազատորեն, ես կարծում եմ, որ ամբիցիոզ չի լինի իմ հայտարարությունը, որ ասեմ այո, գործում է ազատորեն։ Վարչապետի դիտարկմամբ երբևէ չի քննարկվել այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդավարությունը մի երկրում, որտեղ հասարակության շրջանում կան տաբուներ։ Այս համատեքստում վարչապետն անդրադարձավ հարցին, թե ով է Հայաստանում այսօր ժողովրդավարության լիդերը, պաշտպանն ու ժողովրդավարական արժեքների կրողը, եւ ասաց, այդ արժեքների կրողը իշխանությունն է։ Մենք ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ ենք բացում, որովհետեւ մենք բացում ենք դաշտը, մենք ասում ենք, գիտեք ինչ, մենք ուզում ենք, որ բոլոր հարցերը քննարկվեն, հարցադրումները հնչեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ ինչպիսին կարող է լինել օրինակ ժողովրդավարությունը մի երկրում, որտեղ մարդիկ մենք բոլորս ապրում ենք Ստալինի եւ Բրեժնևի ստեղծած օրինակ հայրենասիրության մոդելներով եւ իրականությունը եւ աշխարհը ընկալելու Ստալինի ստեղծած մոդելով մենք ապրում ենք, մենք ընկալում ենք մեր միջավայրը եւ աշխարհը Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի ստեղծած մոդելներով եւ մենք ասում ենք, բայց կարող է Հայաստանում ժողովրդավարությունը իդեալական չի։ Իհարկե չի կարող Հայաստանում ժողովրդավարությունը իդեալական լինել, որտեղ մարդիկ ինձնից սկսած մարդիկ ասելով, տենց որ միշտ ասում են մարդիկ, ասում են էս իշխան, ինձնից սկսած մյուսներով շարունակած մենք մտածում ենք Ստալինի ձևակերպած բանաձևերով, Ստալինի ներմուծած արտահայտություններով եւ հայացքներով։ Վարչապետը նաև կարծիք հայտնեց, թե պետք է խոսել ժողովրդավարության մեր ստանդարտի մասին։ Ինչ է ժողովրդավարությունը, ինչպես ենք մենք պատկերացնում ժողովրդավարությունը։ Այսօր Հայաստանում ժողովրդավարության մի հսկայական մաս է պարզ հայհոյախոսությունը, պարզ հայհոյախոսություն։ Եվ ընդ որում իսկ ով է, որ ժողովրդավարությունը պաշտպանում է սրանից։ Ով է, որ ես չեմ տեսնում, որ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանող կա։
ժողովրդավարությունը շահագործող ինչքան ասես կա։ Այս առումով Փաշինյանը նոր սահմանադրության ընդունումը ժողովրդավարության զարգացման ճանապարհին ամենակարևոր բարեփոխումն է համարում։ Ըստ նրա առաջնային է դատական իշխանության օրգանիկ կապի ստեղծումը ժողովրդի եւ իրավակարգի միջև։ Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանում ստեղծել երդվյալ ատենակալների ինստիտուտ։ Նրա կարծիքով գործող սահմանադրությամբ դատական իշխանությունը ոչ միայն չի բխում ժողովրդից, այլև ժողովրդի եւ դատական իշխանության միջև կապը կտրված է, մինչդեռ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Քանի դեռ մենք այս հարցը չենք լուծել, մենք ֆունդամենտալ շատ հարցեր չենք լուծելու։ Իմ կարծիքով մեծագույն մեր ժողովրդավարության մեծագույն խնդիրը այստեղ է։ Մեծագույն խնդիրը այստեղ է։ Նրա խոսքով սա հնարավորություն կտա ստեղծելու այսպես ասած արդարադատության ստանդարտ, այն դարձնելով առավելագույն կանխատեսելի եւ պակաս օգտագործելի տարբեր քաղաքական շահերի համար։ 2018 թվականի հեղափոխությունից հետո ես ուղիղ ասում եմ, այն փաստը, որ իշխանությունը հայտարարել է, ասել է, ես գործ չունեմ դատական համակարգի հետ, Հայաստանում եւ Հայաստանի տարածքից դուրս բազմաթիվ ձեռքեր շփվել են, ասել են, «Էս ինչ լավ է, իշխանությունը գործ չունի դատական համակարգի հետ, հիմա մենք գործ ունենանք դատական համակարգի հետ»։ Եվ ես ասում եմ, այո, բազմաթիվ որոշումներ թելադրվել են կոնկրետ շրջանակների կողմից, այդ թվում Հայաստանից դուրս գտնվող։ Հատուկ եւ դա այդ մեր պատկերացրած հիբրիդային պայքարի մեթոդներից մեկն է։ Փաշինյանի խոսքով այսօրվա Հայաստանի իրավակարգը նույնքան ատելի է Հայաստանի ժողովրդի համար, որքան ատելի է եղել Խորհրդային Միության, Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության, Պարսկական կայսրության կողմից պարտադրված իրավակարգը։ Որովհետև այն ժամանակ էլ հիմա էլ ինքը համարում է, որ ինչ որ մարդկանց խումբ իրեն պարտադրել է այդ իրավակարգը։ Կապ չունի այդ մարդկանց խումբը ենթադրենք Հայաստանի իրավական էլիտայի ներկայացուցիչներն են, թե ուրիշ երկրներ, իր խնդիրն է, որ սահմանադրությունն ինչ է, սահմանադրությունը մարդիկ գնում են ընտրական տեղամաս, այսինքն եւ իրենց ձայնով ֆիքսում են նոտարական հաստատման են ենթարկում պայմանավորվածությունը, թե մենք ոնց ենք իրար հետ ապրելու նույն երկրի ներսում։ Եվ ես կարծում եմ, որ առանց այդ բարեփոխման մենք չենք կարողանա այս խնդիրները լուծել, այդ թվում ինստիտուցիոնալ։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ տարեսկզբին ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել էր, որ Հայաստանում համաժողովրդական հանրաքվեով նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն կա։ Հայաստանի նախագահն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում էր եւ մասնակցում էր Կոնկորդիայի համաժողովին։ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Նախագահը ելույթ է ունեցել նաեւ եվրոպական կորպորատիվ խորհրդի նիստում եւ անդրադարձել Աֆրիկայի եւ Մերձավոր Արևելքի երկրների հետ գործակցության ընդլայնմանը։ Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կոնկորդիա համաժողովի բացմանը, նաև ելույթ է ունեցել Եվրոպական կորպորատիվ խորհրդի Աֆրիկայի եւ Մերձավոր Արևելքի վերաբերյալ 7-րդ նիստում։ Իր ելույթում նախագահը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կենտրոնանալով խաղաղության հաստատման, կրթության զարգացման, միջազգային գործակցության խորացման եւ գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման հարցերի վրա։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է աֆրիկյան երկրների հետ տնտեսական, մշակութային եւ կրթական կապերի ընդլայնումը, ընդգծելով, որ աշխարհագրական հեռավորությունը չի կարող խոչընդոտել ընդհանուր արժեքների եւ նպատակների շուրջ գործակցությանը։ Խաղաղությունն այն հիմքն է, որի վրա պետք է կառուցվի զարգացումը, ժողովրդավարությունն ու հասարակական բարեկեցությունը։ Տասնամյակներ տևած հակամարտությունից հետո Հայաստանը վերանայել է իր մոտեցումները, առաջնորդվելով խաղաղության հաստատման հրամայականով։ Մենք հավատում ենք, որ միայն խաղաղ միջավայրում կարելի է դուրս բերել մարդկանց աղքատության ճիրաններից, ապահովել սոցիալական արդարություն եւ քաղաքացուն ընձեռել ազատ ընտրության իրավունք։ Խաղաղությունն է, որ հզորացնում է ազատությունը, արդարությունը, հավասարությունն ու անվտանգությունը, եւ մենք պատրաստ ենք այդ տեսլականը կյանքի կոչել, գործակցելով մեր միջազգային գործընկերների հետ։ Անդրադառնալով խաղաղության գործընթացին, նախագահը հիշեցրել է վերջերս Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրվել էր խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Նրա խոսքով այս կարևոր ձեռքբերումը հնարավոր դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածության եւ նրա վարչակազմի հետեւողական ջանքերի շնորհիվ։ Խոսելով զարգացման կայուն հիմքերի մասին, Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է կրթության առանցքային դերը։
Մեր երկրի ամենամեծ հարստությունը կրթված, աշխատասեր եւ օրենքին հնազանդ հասարակությունն է։ Կրթված լինելը դիտարկում են որպես առաջնահերթություն, քանի որ համոզված եմ, կրթությունն է այն հիմնական գործիքը, որով կարող ենք հաղթահարել աղքատությունը եւ հասնել երկարաժամկետ զարգացման։ Նելսոն Մանդելայի խոսքերը «Կրթությունը ամենահզոր զենքն է, որով կարող եք փոխել աշխարհը» լիովին արտացոլում են իմ պատկերացումները։ Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները նպատակ ունեն հենց այդպիսի ուժեղ հասարակություն ձևավորելու, եւ մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը նաեւ մեր գործընկեր երկրների հետ, ներառյալ աֆրիկյան պետությունների։ Նախագահը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը կդառնա 2026 թվականի հոկտեմբերին կայանալիք կենսաբազմազանության հարցերով 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիրը։ Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը COP17-ի շրջանակում բարձրացնելու խոցելի տարածաշրջանների խնդիրները, խթանելու ներառական գործակցությունը եւ մոբիլիզացնելու միջազգային ֆինանսական ռեսուրսները։ Ելույթի ընթացքում նախագահը նշել է նաև Հայաստանի հանձնառությունը նպաստելու մարդու իրավունքների պաշտպանությանը եւ մարդու դեմ հանցագործությունների կանխարգելմանը, կարևորելով միջազգային արձագանքի հավասարությունը բոլոր հակամարտություններում։ Նյու Յորք աշխատանքային այցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հանդիպել է նաև Իրաքի նախագահ Աբդ ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությունները, հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական երկխոսության եւ գործակցության խորացմանը, հատկապես առևտրի, ներդրումների եւ զբոսաշրջության ոլորտում։ Երկուստեք կարևորվել է Երևան-Բաղդադ ուղիղ թռիչքների ներդրումը։ Նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները եւ խաղաղության խաչմերուկ ծրագրի շրջանակներում ձևավորվող նոր փոխշահավետ հարթակները, որոնք կարող են ծառայել կայուն խաղաղության եւ տնտեսական ինտեգրացիայի նպատակին։ Շարունակում ենք թողարկումը։ Հայաստանում երեխայի իրավունքների մասին գործող օրենքն ընդունվել է 1996 թվականին։ Այս տարիների ընթացքում ենթարկվել է օրենսդրական փոփոխությունների, սակայն միևնույն է, այժմ չի ապահովում երեխաների իրավունքների պաշտպանություն ամբողջապես։ Ոլորտի համար կարգային բարեփոխման նպատակով մշակվել է համապատասխան օրենսդրական փաթեթ, որը ներկայացվել է Ազգային ժողովում խորհրդանական լսումների ժամանակ։ Երեխաների հանդեպ բռնությունից մինչև դպրոցական ծրագրերի բարեփոխումներ, լսումների ամենակարևոր դերվակներն առանձնացրել ենք տեսանյութում։ Քյուր պատկերացում կա, թե մեր հասարակության մեջ երեխաների բռնության դեպքերը քիչ են, եւ որ այդ դեպքերին արձագանքելու կառուցակարգեր պետք չեն։ Իրականում երեխաների նկատմամբ բռնության բազմաթիվ դեպքեր են արձանագրվում Հայաստանում, պնդում է ՄԻԲ Անահիտ Մանասյանը։ Հավելում, խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ։ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1011 քրեական վարույթ։ Տուժողների թվում են մինչև 12 տարեկան երեխաները։ Ես կուզենամ հատուկ արձանագրել նաև երեխայի նկատմամբ սեռական բռնության տարբեր դրսևորումները, որոնք այդ թվում առկա են մեր հասարակական միջավայրում, եւ ցավալի մի փաստ, որ ընդհանրապես այդ դրսևորումների արկայության պարագայում կամ ճանաչելի չեն այդ բռնության ձևերը, կամ հակառակը նույնիսկ ճանաչելի լինելու պարագայում շատերը նույնիսկ չեն էլ բարձրաձայնում դրա մասին դա որպես պարզապես խարան ընկալելով, եւ սրանք մնում են որպես արկա խնդիրներ, որոնք ըստ էության լուծում չեն ստանում, ու շատ կարեւոր է, որպեսզի մենք բոլորս խոսենք այս խնդիրների մասին։ Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով երեխաների դեմ բռնության ձևերի ճանաչման խնդիր կա եւ պետական մարմիններում եւ մասնագիտական համայնքներում։ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն էլ վստահեցնում է, բռնության դեպքերն ակտուալ են անգամ դպրոցներում։ Դրանք կանխելու համար նախարարությունն այս տարի հատուկ միջոցներ կձեռնարկի։ Հաշվի առնելով, որ մենք նախորդ տարվա ընթացքում մի շարք դեպքեր ունեցանք, որոնք եւս մեկ անգամ շատ ցցուն ցույց տվեցին, որ մեր ուսումնական հաստատություններում դեռևս շարունակում են ակտուալ մնալ բռնության դեպքերը, այս ուսումնական տարին մենք հրճակել ենք անվտանգ եւ ապահով կրթական տարի եւ ամբողջ տարվա ընթացքում մեծ ծավալի միջոցառումներ են պլանավորված, ինչպես տարեկան կտրվածքով, այնպես էլ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով եւ համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությամբ, որպեսզի իրապես մեր դպրոցներում իրականացվի այնպիսի աշխատանք, որ թե կարողությունների զարգացման, թե ընթացակարգերի մշակման, թե բռնության դեպքում անմիջապես հայտնաբերման եւ համապատասխան ուղղորդումների իրականացման ձևաչափով կարողանանք ուսումնական հաստատություններում էապես նվազեցնել բռնության եւ բուլինգի դրսեւորումները։ ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաեւ դպրոցականների կրթական տարին ստիպված բաց թողնելու խնդրին։ Եվ հենց այս խնդրից բխող մեկ այլ բուռն քննարկման արժանացած թեմայի խոսքը 7 տարեկան երեխաներին միանգամից երկրորդ դասարան տանելու մասին է։ Մենք յուրաքանչյուր տարի առաջին դասարան հաճախողների շուրջ 10%-ին բաց էինք թողում եւ հանրակրթության մեջ իրենք չէին ներառվում։ Խոսքը գնում է շուրջ 3000 երեխաների մասին։
եւ որքան էլ մենք ունենք վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, ընդ որում ուզում եմ ընդգծել, որ երեխայի կրթության իրավունքի պաշտպանության համար առաջին պատասխանատու մարմինը խնամակալության հոգաբարձության մարմինն է եւ հետեւաբար մենք չենք տիրապետում այն տեղեկատվությանը, որը մեր կողմից չի իրականացվում եւ դա է եղել պատճառը, որ մենք ձեզ տեղեկատվություն չենք փոխանցել։ Եվ հաշվի առնելով, որ այն համակարգը, որը գործում է, հնարավորություն չի տալիս կառավարել երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու խնդիրը, մեր կողմից վերլուծություններ են կատարվել, վիճակագրություն է վերլուծվել, ինչի հիման վրա երեխայի լավագույն շահը հաշվի առնելով եւ երեխայի կրթության իրավունքը հաշվի առնելով որոշում է կայացվել, որ յուրաքանչյուր երեխա կգնա այն դասարան սովորելու, որ տարիքին համապատասխանում է իր տարիքը դպրոց ընդունվելու պահին։ Իհարկե մենք 1-2 տարվա ընթացքում լուրջ խնդիրներ ենք ունենալու, որովհետև որքան էլ մենք իրազեկել ենք, այնուամենայնիվ եղել են ծնողներ, որոնք դրան լուրջ չեն վերաբերվել կամ միգուցե իրազեկ չեն եղել բավարար չափով։ Փոխնախարարը վստահեցրել է այս տարվա տվյալները վկայում են, որ բազմաթիվ երեխաներ նախորդ տարիների պես դուրս չեն մնացել կրթական ծրագրից եւ ժամանակին հաճախել են առաջին դասարան։ Օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթը կբերի խնդիրների լուծման նոր համակարգային տարբերակներ։ Իսկ մինչև այդ մի քանի բարեփոխում արդեն իրականացվել է, ինչի մասին էլ խոսել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Երեխայի այլընտրանքային խնամքի բարեփոխումների շարունակական իրականացման արդյունքում շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թիվը գրեթե 5 անգամ կրճատվել է 2014 թվականի շուրջ 2000-ից նվազելով շուրջ 400-ի 2024 թվականի տարեվերջի դրությամբ, ապա ինստիտուցիոնալացման քաղաքականության գործընթացում կարևորելով խնամատարության ինստիտուտի դերը 2018-ից 2025 թվականներին գրանցել են խնամատար ընտանիքներում խնամքի կազմակերպման ծավալների կտրուկ աճ։ Այս պահին առկա տվյալներով խնամատարության ստանձնած հանձնված երեխաների թիվը հասել է 188-ի, ընտանիքների թիվը 108-ի։ Մինչդեռ 2018 թվականին ունեինք ընդամենը 17 ընտանիք եւ 18 երեխա։ Օրենքի փոփոխությունը ըստ մշակողների մշակույթ է փոխելու երեխայի հետ վարվելու, նրան որպես անհատ ընկալելու հայկական կարծրացած մոտեցումներում։ 2025 թվականի օգոստոսին ընդունված կառավարության նոր որոշումը նախատեսում է դպրոցներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նոր համակարգ, որը հիմնվում է կրթական հաստատությունների կատարողականի արդյունքների վրա։ Դպրոցները ընտրվելու են օբյեկտիվ չափանիշներով, իսկ մասնակիցներին կարող է տրամադրվել մինչև 10 միլիոն դրամի աջակցություն։ 2025 թվականի օգոստոսին ընդունված որոշումը նախատեսում է կրթական հաստատություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու համակարգ, որն ի վերջո հիմնվում է դպրոցների կատարողականի արդյունքների վրա։ Այս մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն անդրադառնալով սույն թվականի օգոստոսի 25-ի կառավարության որոշմանը։ Ըստ նրա, գործընթացի նպատակը ոչ միայն բարձր կատարողական ունեցող դպրոցներին խրախուսելն է, այլև ցածր կատարողական ունեցողներին ուղղորդելն ու աջակցելը։ Թամարա Սարգսյանն ընդգծել է, որ դպրոցները գնահատվելու են ըստ օբյեկտիվ չափանիշների, որոնք կբացահայտեն յուրաքանչյուր դպրոցի կրթության որակը եւ ուսուցիչների մասնագիտական կարողությունները։ Նախարարությունը սահմանել է այնպիսի չափանիշներ, որոնք դպրոցներն արդեն պետք է ապահովեն։ Օրինակ, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստում, նաեւ միջազգային մրցույթների եւ օլիմպիադաների մասնակցություն։ Այս չափանիշներին համապատասխան դպրոցները կարող են մասնակցել մրցույթին, որտեղ լավագույնները հնարավորություն կունենան ստանալու ֆինանսական աջակցություն մինչև 10 միլիոն դրամի չափով։ Ֆինանսական աջակցությունը խրախուսումը տրվում է հաստատությանը, ոչ թե ծրագրին։ Յուրաքանչյուր դպրոցներ, այսինքն այն դպրոցները, որոնք նվազագույն պայմաններին բավարարում են, իրենք կարող են ներկայացնել իրենց ծրագիրը, նախարարությունում ձևավորվում է հանձնաժողով եւ հանձնաժողովը այդ ծրագրերը ուսումնասիրելու արդյունքում ընտրում է մինչև 20 ուսումնական հաստատություն, առավելագույն թիվը 20 է, որոնք կարող են ֆինանսական աջակցություն ստանալ, ֆինանսական խրախուսում ստանալ մինչև 10 միլիոն դրամի չափով, կախված ֆինանսական նախահաշվից։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ ֆինանսական միջոցները ուղղվում են դպրոցի ընթացիկ ծախսերին, այսպես կոչված կապիտալ ծրագրեր եւ ծախսեր նպատակահարմար չենք համարում այս ծրագրի շրջանակներում իրականացնել, որովհետև մի կողմից պետությունը հիմա բազմաթիվ
գործողություններ իրականացնում է միջավայրային կապիտալ այդ պայմանները ապահովելու համար եւ մենք ուզում ենք այս ծրագրով ավելի շատ շեշտադրել բովանդակային կրթության որակին, մասնագիտական զարգացմանը, կառավարման հմտություններին, այսպես ուղղված գործողությունները։ Այն դպրոցները, որոնք պատրաստվում են հանդես գալ նորարարական ծրագրերով, պետք է դրանք ֆինանսական նախահաշվով եւ զարգացման սցենարով ներկայացնեն նախարարությանը։ Ցածր կատարողական ցուցանիշներ ունեցող դպրոցները պետք է ներկայացնեն բարելավման ծրագրեր առաջիկա 2 տարիների ընթացքում։ Եթե այս ծրագրերը առաջընթաց չապահովեն, ապա կքննարկվի կառավարչի փոփոխության հարցը։ Առաջին տարվա ժամանակացույցին եւ գործողություններին համապատասխան ծրագիր իրականացնելուց հետո իրականացվում է գնահատում եւ եթե մենք ունենք առաջընթաց, նաեւ երկրորդ տարվա գործողություններն են իրականացվում։ Բարելավման ծրագրի համար նախատեսված է մինչեւ 5 միլիոն դրամ աջակցություն ֆինանսական այդ ծրագիրը իրականացնելու համար։ Մասնակցության հայտը ներկայացնելու վերջնաժամկետը 2026 թվականի հունիսի 30-ն է։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նաեւ վերահսկողական գործառույթներ է կիրառում յուրաքանչյուր փուլում մոնիթորինգ իրականացնելու համար։ Միջազգային լրահոսին անդրադարձ կատարենք Նյու Յորքում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ռուսաստանը գտնվում է տնտեսական ծանր վիճակում եւ այժմ Կիևի գործելու ճիշտ ժամանակն է։ Նա չի բացառել, որ Ուկրաինան Եվրամիության աջակցությամբ ի վիճակի է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Թրամփի այս հայտարարությանը Մոսկվայի արձագանքը չի ուշացել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում կայացած ուկրաինացի երեխաների վերադարձին նվիրված միջազգային կոալիցիայի նիստում հայտնել է, որ Bring Kids Home ծրագրի շրջանակում հաջողվել է Ուկրաինա վերադարձնել երկրից ապօրինի դուրս բերված 1625 երեխայի։ Նա նաև հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է Ռուսաստան եւ ՌԴ վերահսկողության տակ գտնվող տարածքներ տեղափոխված երեխաների վերաբերյալ բոլոր տվյալների հավաքագրմանը։ Ռուսաստանը թաքցնում է ճշմարտությունը, ուստի այս աշխատանքը հիմնարար է։ Դա նշանակում է ֆինանսավորում, որոնում, տեղեկատվության վավերացում եւ ջանքեր համոզվելու համար, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։ Ուկրաինայի նախագահը Նյու Յորքում գործընկերներին եւ միջազգային հանրությանը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի արագացվի ընտանիքներից բաժանված ուկրաինացի երեխաների վերադարձը տուն։ Ինչպես նախատեսված էր, այս նիստից հետո Նյու Յորքում կայացել է Թրամփի եւ Զելենսկու հանդիպումը, որի մեկնարկից առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի պայքարն իսկապես հիասքանչ է։ Զելենսկին էլ շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Ես պարոն Թրամփին եւ նրա թիմին կպատմեմ, թե ինչ է կատարվում ռազմաճակատում։ Իհարկե կխոսենք նաեւ պատերազմի ավարտի, անվտանգության երաշխիքների մասին, քննարկելու շատ հարցեր կան։ Նա նաև նշել է, որ երկրների ղեկավարները կքննարկեն, թե ինչպես կարելի է հասնել նրան, որ որոշ եվրոպական երկրներ դադարեցնեն ռուսական գազի եւ նավթի գնումները։ Թրամփն իր հերթին նշել է, թե կարծում է, որ ՆԱՏՕ երկրները կարող են խոցել ռուսական ինքնաթիռները, եթե դրանք մուտք գործեն իրենց օդային տարածք։ Իսկ արդյոք նա դեռ վստահում է Վլադիմիր Պուտինին հարցինի պատասխան Թրամփն ասել է. դրա մասին կխոսեմ մոտ 1 ամսից։ Միացյալ Նահանգների նախագահը նաև ընդգծել է. Ամենամեծ առաջընթացն այն է, որ Ռուսաստանի տնտեսությունը հիմա սարսափելի վիճակում է, ինչպես գիտեք, այն փլուզվում է, եւ անկեղծ ասած Ուկրաինան շատ լավ է կարողանում դիմակայել այդ հսկայական բանակին։ Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է մոտ 1 ժամ, որից հետո Ուկրաինայի նախագահն ասել է, որ բավական արդյունավետ էր։ Իսկ Թրամփն էլ կրկին հայտարարել է, Պուտինը եւ Ռուսաստանը մեծ տնտեսական դժվարությունների մեջ են։ Ուկրաինայի համար գործելու ժամանակն է։ Ուսումնասիրելով եւ լիովին հասկանալով Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ռազմական եւ տնտեսական իրավիճակը, նաեւ տեսնելով այն տնտեսական խնդիրները, որոնք ունի Ռուսաստանը, ես կարծում եմ, որ Ուկրաինան Եվրամիության աջակցությամբ ի վիճակի է պայքարել եւ վերանվաճել իր ամբողջ տարածքը, սահմանները վերադարձնելով նախնական վիճակին։ Ժամանակի, համբերության ու Եվրոպայի, մասնավորապես ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության դեպքում նախնական սահմաններին վերադարձը լիովին իրատեսական տարբերակ է։ Ըստ Միացյալ Նահանգների առաջնորդի Ռուսաստանը 3.5 տարի աննպատակ կռվում է, այնինչ կարող էր մեկ շաբաթում հաղթել ուկրաինացիներին, եթե իսկապես ուժեղ լիներ։ Սա Ռուսաստանի նկատմամբ հարգանքը չի մեծացնում, այլ իրականում թղթև ագրի տեսք է հաղորդում նրան։ Երբ Մոսկվայի, նաև Ռուսաստանի բոլոր մյուս խոշոր քաղաքների, գյուղերի եւ շրջանների բնակիչներն իմանան, թե իրականում ինչ է կատարվում այս պատերազմում, թե պատերազմի հետևանքով ինչ վիճակում է երկրի տնտեսությունը, երբ գումարի մեծ մասը ծախսվում է Ուկրաինայի դեմ պայքարում, չգիտեմ թե ինչ կկատարվի։ Այս իրավիճակում Ուկրաինան կկարողանա վերականգնել իր տարածքը նախնական սահմաններով, եւ ով գիտի, գուցե նույնիսկ ավելի հեռուն գնա։ Այնուամենայնիվ, ես երկու երկրին էլ մաղթում եմ հաջողություն։ Մենք կշարունակենք զենք մատակարարել ՆԱՏՕ-ին, իսկ դաշինքը դրա հետ կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանում է։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանության փոփոխությունը, որոնցում մատնանշվեցին Ռուսաստանի տնտեսության թուլացումն ու Ռուսաստանի անհաջողությունները, ողջունել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի արձագանքը Թրամփի այս հայտարարությանը չի ուշացել։ Նա հեգնել է նշելով, թե Թրամփը կրկին հայտնվել է այլ իրականության մեջ։ Իսկ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանը սխալ է համարում այն թեզը, որ Ուկրաինան կարող է հետ վերցնել ինչ-որ բան։ Նրա խոսքով ուկրաինական իշխանությունները հավանաբար ցանկանում են գործընկերներին ցույց տալ, որ իրենք կարող են կռվել։ Այն փաստը, որ նրանք ամեն կերպ փորձում են խրախուսել Ուկրաինային, շարունակել ռազմական գործողությունները եւ այն միտքը, որ Ուկրաինան կարող է ամեն ինչ վերադարձնել, սխալ է։ Կրկնում եմ, առաջնագծում դինամիկան ավելի քան վերջախոս ապացույցն է, լրագրողներին ասել է Պեսկովը։ Անդրադառնանք այլ թեմաների Երևանի կենտրոն վարչական շրջանի եւ Կերոն զարգացման հիմնադրամի գործակցության արդյունքում Օղակաձև զբոսայգում բացվել է մայրաքաղաքի ամենամեծ անվճար եւ ներառական խաղահրապարակը նախատեսված 0-ից 12 տարեկան երեխաների համար։ Կարմրախայտ թաքնված գետի գաղտնիքները թեմատիկ խաղահրապարակը կառուցվել է միջազգային ստանդարտներով։ Կենտրոն վարչական շրջանի եւ Կերոն զարգացման հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ հանդիսավորությամբ բացվել է մայրաքաղաքի ամենամեծ անվճար հանրային խաղահրապարակը։ Ամեն ինչը լավ է։ Ես ուրախ եմ շատ։ Հա, լավն է։ Այդ ձուկը այդտեղ։ Ին դուրը շատ է գալ այդ ամեն ինչը։ Ընկերներիցս խորհուրդ կտամ, որ իրանք ստե միշտ խաղան, որովհետև ստե շատ լավն է։ Հաճելի է, որ Երևանում նման տեղ է, որտեղ երեխաները կարող են զբաղվել, խաղալ, ամեն ինչից օգտվել։ Շատ ուրախ եմ տեսնել նաև հաշմանդամություն ունեցող կամ ինչ-որ խնդիրներ ունեցող երեխաներին, ովքեր նույնպես կարող են օգտվել քաղաքային այգուց։ Վաղուց երազում ենք, որ հենց այս մասում ներառական խաղահրապարակներ, ոնց որ մեր մտքերը կարդացին ու իրականություն դարձավ։ Երեխաները ուղղակի հիացմունքով խաղում են, բազբզում, իջնում։ Շատ գոհ են երեխեքները, մենք էլ։ Կարմրախայտ թաքնված գետի գաղտնիքները անվանումը կրող նոր խաղահրապարակը զբաղեցնում է 2000 քառակուսի կիլոմետր տարածք եւ նախատեսված է 0-ից 12 տարեկան երեխաների համար։ Այն նախագծվել եւ կառուցվել է միջազգային ներառական ստանդարտներին համապատասխան, ապահովելով մուտքի եւ խաղալու հնարավորություն երեխաների համար, անկախ նրանց կարողություններից։ Մեր անկախության տոնի օրով այս գեղեցիկ բացումը կարծում եմ կարևոր է նաև այն առումով, որ նմանատիպ նախագծերի իրագործումը մեզ հիշեցնում է, որ Երևան քաղաքը դա միայն շենքերը չեն, ջրագծերը ու ճանապարհները չեն, գոյուղիները չեն միայն, այլ նաև երեխաների համար բարեկեցիկ եւ ներառական միջավայր է։ Եվ իրականում մեր երեխաների այսօրվա երջանկությունից մեր ազատ եւ անկախ երկրի վաղվա ապագան է կախված։ Եվ հետեւապես շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի արդիվ եւ շնորհավորում եմ նաեւ այս գեղեցիկ խաղահրապարակի բացման արդիվ։ Հիմնադրամի գլխավոր նպատակը երկրում միջավայր փոխելն է։ Իսկ ցանկացած փոփոխություն լինում են փոքր կամ շատ փոքր քայլերով։ Եվ մենք հավատացած ենք, որ այս փոքր քայլը եւս մեկ առաջընթաց կլինի այդ մեծ փոփոխության մեծ ճանապարհին։ Խաղահրապարակի նախագծման եւ ստեղծման աշխատանքներին մասնակցել են միջազգային մասնագիտացված թիմեր, իսկ խաղային սարքավորումները ձեռք են բերվել աշխարհի առաջատար արտադրողներից։ Նշված սարքերի մի մասը հատուկ պատվերով ստեղծվել է հենց Երևանի համար, հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները։ Նորաբաց խաղահրապարակը նոր շունչ է հաղորդում Օղակաձև զբոսայգուն, դարձնելով այն ավելի գրավիչ, ներառական եւ կրթական տարածք, ինչպես փոքրիկների, այնպես էլ նրանց ընտանիքների համար։ Տեխնոլոգիական նոր լուծումներ, փորձարարական նախագծերի ներկայացումներ Եղվարդիս Sky Club օդանավակայանում օդային սպորտի եւ ժամանցի սիրահարների համար անցկացվել է Armenia AFS միջոցառումը, որը վերածվել է օդային շոուի հայկական երկնքում։ Ավիացիան ցուցադրություն, ռազմական ու քաղաքացիական ինքնաթիռների ծանոթացում, լուսանկարվելու հնարավորություն եւ բաց դռների օր օդաչուների հետ, ակրոբատիկ թռիչքներ, փորձառու օդաչուների վարպետական հնարքներով անցկացվեց այս տարվա ամենաունիկալ եւ սպասված միջոցառումը օդային սպորտի եւ ժամանցի սիրահարների համար։ Armenia Airfest-ը վերածվեց իսկական օդային տոնի, որտեղ համատեղվեցին ադրենալինը, երաժշտությունն ու հաճելի ժամանցը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի միջոցառումը եւս առանձնանում էր ծրագրի բազմազանությամբ՝ օդային շոուներ, գունեղ պարապլաններ, դելտապլաններ, օդապարիկներ, որոնք երկնքում ստեղծեցին հետաքրքիր պերֆորմանս։
Նախորդ տարիներին Airfest-ը ընդգրկվել է զբոսաշրջային նշանակալի իրադարձությունների օրացույցում, բերելով հազարավոր այցելուներ։ Ծիրանթեք ակադեմիան ևս ակտիվ մասնակցում է Armenia Airfest-ին, կրթական ու տեխնոլոգիական բովանդակությամբ։ Նրանք ներկայացնում են ինովացիոն նախագծեր, աշխատարաններ եւ ցուցադրություններ երեխաների եւ երիտասարդների համար։ Ես ներկայացնում եմ Ծիրանթեք ակադեմիան։ Մենք բացում ենք դռները բոլոր այն պատանիների եւ մեծահասակների առջեւ, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով։ Մեզ մոտ ուսուցանում ենք FPV, 3D մոդելավորում, Mavic եւ արհեստական ինտելեկտ։ Ասեմ ավելին, որ սեպտեմբերի 28-ին հրավիրում ենք բոլորին մեր բաց դասին, որը տեղի կունենա մարզահամերգային համալիրում Կարեն Դեմիրճյանի անվան, ժամը 12:00-ին։ Այնտեղ ավելի մանրամասն կցուցադրեն մեր պրոֆեսիոնալ անձնակազմը իրենց հմտությունները։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու տեխնոլոգիական նոր լուծումներին, մասնակցելու փորձարարական նախագծերին եւ բացահայտելու ինժեներական եւ ավիացիոն գիտելիքների կիրառությունը։ Սա յուրօրինակ հնարավորություն է երիտասարդների համար ոգեշնչվելու եւ իրենց առաջին քայլերն անելու տեխնոլոգիաների աշխարհում։ FPV ածները օգտագործում են քաղաքացիական, ռազմական եւ տարբեր ոլորտներում։ Քաղաքացիական ոլորտում օգտագործում են սինեմատիկ վիդեո նկարելու համար, իսկ ռազմականը որպես հետախուզական ածներ կամ կամիկաձե ածներ։ Armenia Airfest-ը ոչ միայն ավիացիայի սիրահարների, այլև զբոսաշրջիկների համար դարձել է ամառվա գլխավոր իրադարձություններից մեկը։ Այն արդեն ընդգրկվել է Հայաստանի զբոսաշրջային օրացույցում։ Իդեպ սեպտեմբերի 28-ին ժամը 12-ին Լենինգրադյան 1 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Ծիրանթեք ակադեմիայի բաց դռների օրը։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։